Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Պողոսյան, անդրադառնանք ինչու Սերգեյ Լավրովը 3 տարի անց եկավ Հայաստան, ինչ այնտեղից բերեց Ռուսաստանի Դաշնությունը, ինչ էին հասկացել եւ ինչ ուղերձներով եկավ, ինչ ուղերձներ այստեղ հնչեցրեց հայտարարություններ եւ ինչով է վերադառնում Ռուսաստանի Դաշնություն։ Իդեպ ասեմ, որ 3 ասուլիսի ժամանակ շատ այդ Նարեկ Կիրակոսյանի հարցադրումները բավականին սուր էին, փորձեց նաեւ պատասխանել Սերգեյ Լավրովը, կանդրադառնանք նաեւ դրան։ Ամեն դեպքում ձեր տեսակետը ինչու 3 տարի անց որոշեցին գալ Հայաստան։ Նախ եւ առաջ ուզում եմ ես շնորհակալություն հայտնեմ Նարեկ Կիրակոսյանին, որովհետեւ շատ սուր հարցեր ա դրել, Արարատ իրենց օրինակ վերցրու։ Միգուցե Նարեկին նշանակենք արտաքին գործերի նախարար, որը երեսին ինչ որ կա, պիտի ասվի, եթե անպայման։ Դե եղել է կապիկությունը։ Մեր նախարարը իրեն շատ թույլ ա պահել, շատ թույլ։ Հիմա որտեղ էր կապիկությունը, որտեղ էր շատ թույլ լինելը, կխնդրեմ նաև կապիկությունը բացեք։ Կապիկությունը Լավրովի կողմից ա եղել, կապիկությունը։ Թույլ դիրքերի Եկեք ավելի կոռեկտ ձևակերպենք եւ ոչ թե այդպես։ Դա կապիկությունը, եթե մեզի էշի տեղը դնում։ Չէ, եկեք ավելի քաղաքակիրթ մեկնաբանություն փոխենք։ Կապիկություն էլ կա, Տրամպը առավոտվանից մինչև երեկոն կապիկություն անում։ Լավ, դա ձեր Գազայի նկատմամբ չէ, այսինքն մարդ ասում է Գազայի ես տեղափոխում եմ ուրիշ երկիր, մյուս օրը ասում է ես ճանաչում եմ Գազի անկախությունը, Պալեստինայում Արաբոտ աչքերի բացում են նորից ասում չէ տեղափոխում եմ ընդունեք իր արաբական երկրներ, պալեստինացիները ընդունեք թող ձեր մոտ ապրեն։ Եթե կապիկությունը կոչում, քաղաքական գործերի մեջ էլ կա կապիկությունը։ Այսինքն Լավրովը որ գալիս ասում է 102-րդ բազան ավանդանկությունն ապահովում։ Դա չի համապատասխանում։ 20 թիվ 44 օրյա պատերազմի ժամանակ պատերազմ եղել է ոչ թե Ղարաբաղում միայն։ Մենք շատ լավ հիշում ենք, որ Վարդինիսը վրա են խփել։ ԱՏՍ-ն եկել պես չէ։ Խոպի միջոցներ են ոչացրել Հորիսում։ Վարդինիսը ուղղության վրա են խփել, հենց Վարդինիսը չմտած։ Հետո Կապանում, հետո փորձել են մտնել Մեղրի, Միջջվան ուղղության վրա, մեծ տանկային բրուցկը, բայց մեր բանակը իրենց կաղնացրեց, դա սա Հայաստանի տարածքը։ Դեղ երկու պայմանագիր մենք ունենք։ Առաջի պայմանագիրը 97 թվի Ռուսաստանի հետ, ուղիղ պայմանագիրը Հայաստան-Ռուսաստան։ Երկրորդ մենք մտնում ենք, մենք անդամ ենք, հապկի անդամներ ենք, չէ։ Ուրեմն ոչ Ռուսաստանի պայմանագիրը չաշխատել, ոչ հապկի պայմանագիրը չաշխատեց։ Բայց Սերգեյ Լավրովը չի ասում, որ չի աշխատել, ասում է Լավրովը ինչ ուզում է թող գնա երկի։ Ես ինչ կապ ունեմ ինքը ինչ որ ասում, ես ասում եմ ինքը ինչ որ ասում է, դա սուտ է։ Այսինքն մարդ ասում է մենք ջերմուկի պատերազմի ժամանակ 3 օրվա պատերազմի ժամանակ եկել ենք Հայաստան, քննարկել ենք, խորհուրդ ենք, չհասկացա։ Մենք էլ մերժել ենք իրենց առաջարկները։ Մի վարքյան։ Ես այդ թեմաներ կարողանամ ինչից են հրաժարվել։ Ոչ Ռուսաստանը, ոչ հապկը չի ասել մենք զորք ենք մտցնում, կամ ցես ագին կանակով սենք զինամթերք ենք ուղարկում, որ հակտեք։ Ինքը ուրիշ բան ասեց, ինքը ասում է մենք եկել ենք խորհրդակցել եք, որ ձեր ավանդանկությունը ուժղացնենք, խորհուրդներ տանք, այսինքն կու դաշնակից հայրն է թափում։ Դու եք գալիս խորհուրդներ ես տալիս, ու դրանից հետո ասում ես դու ավանդանկություն ես ապահովում, խորհուրդներ, ու ավանդանկություն ապահովելը լրիվ տարբեր բաներ են։ Ավանդանկությունը սես չեն ապահովում խորհուրդներով, մենք ոչ պակաս գիտենք, մեր ավանդանկությունը ոնց մի դա ապահովենք, մենք խորհուրդների կարիքը չունենք, հեչ։ Այսինքն եթե մեր նայեք 97 թվի պայմանագիրը որ բացում ենք, դեղ սա նշած է, եթե Ռուսաստանը իր հարձակում են, կամ Հայաստանը իր հարձակում են, կամ Հայաստանը կամ Ռուսաստանը ռազմական օգնություն է ուղարկում։
զոր կողարկում, ինքնաթիռներ, չգիտեմ ինչ, մտնում է, այսինքն պատերազմի մեջ, կամ Հայաստան, կամ Ռուսաստան։ Ասելով, որ մենք եկել ենք խորհուրդ տվել ենք ու Հայաստանը հրաժարվեց, ես ասեմ Հայաստանը ինչից հրաժարվել։ Ինչի՞ց։ Դրանք որ հիշում եք Մարիա Զախարովի հայտարարությունը։ Մենք չգիտենք, թե սահմանները ոնց են գտնվում, որտեղ են գտնվում։ Նշած չի, ստույգ, որ մենք հասկանանք այդ ծեր տարածքն է, դա ծեր տարածք չէ, այսինքն դեմարկացիա, դեմիլիտացիա տողարվի, հետո մենք հասկանանք։ Դե հիմա էլ են չէ առաջարկում այդ Չէ, հարցերը։ ասում եք ինքը ասեց, որ առաջարկել։ Իսկ ես ապացուցում եմ, որ չի առաջարկել։ Նման առաջարկություններ չի եղել։ Բացի դրանից, եթե Ռուսաստանը ասում է, մենք չգիտենք, թե սահմանը ոնց է անցնում, դրա համար օգնությունը չենք ուղարկում, այսինքն կարող է ստացվի, որ Ադրբեջանը տարածքի մեջ ենք մտնում։ Դա կապիկությունն է։ Ուրիշ բան ստեղ չկարող աշխատի։ Բացի դրանից, ես պատերազմի ժամանակ 103-րդ բազայից վերցնում եմ Ռուսաստանի սպայական կազմից մարդ, մի քանի հոգի մարդ, մեր գլխավոր շտաբից մեր սպայական կազմի հետ, գալիս են Գորիս, որտեղ մեր խոպի մեջով ոչնչացրել են։ Ես դնում եմ քարտեզը իրա դնում եմ GPS-ը, այսենց։ Ասում մեր տարածքն է, այլ խորտ մեր տարածքն է։ Ասում են ճիշտ այդպես։ Այսինքն, դրեք, եկեք մի հատ պրոտոկոլը ստորագրում ենք, որ 97 թվի պայմանագիրը Հայաստան-Ռուսաստան մտավ ուժի մեջ։ Գիտեք ինչ են պատասխանել։ Մեր ծեր պատճառով ու ծեր համար երրորդ համաշխարհային պատերազմը չենք սկսելու։ Ասում երրորդ համաշխարհային պատերազմը ում հետ։ Միացյալ Նահանգների հետ, Բրիտանիայի հետ, Ֆրանսիայի հետ, ում, Չինաստանի հետ, ում, դե Ադրբեջան, արաբիչների հետ, Պակիստան, ում հետ երրորդ համաշխարհային պատերազմ եք մտնում։ Ասում չենք ստորագրում ոչ, ում չեն ստորագրել։ Որ պատկերացրեք։ Հիմա որ լավով ասում է, մենք եկել ենք, այսինքն սա մեր վրա է գցում։ Սա մենք եք մեղա։ Հա որ դու Նիկոլին ասում ես խոսքի ունեք, նույն ինչ որ Նիկոլ սուտ ճիշտ բան չի անում։ Ասում եմ ճիշտ չի անում, ինչ որ բաներ կա որ ճիշտ անում։ Ասում եմ ճիշտ անում։ Որտեղ քաղաքական գործից չպիտի աչուծաղ գնա էլի։ Կա ասում ես չկա, չես ասում։ Բոլոր դեպքերում ժողովուրդը պիտի ազնիվ լինես։ Ժողովուրդը խելք ունի, ինքը հասկանում է, երբ դու սուտ ես ասում, երբ ճիշտ ես ասում։ Եթե դու Նիկոլ Փաշինյանին ասում ես, ես չգիտեմ սահմանները որտեղ են գտնվում, ոնց են նշած։ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո ինչ պիտի ծեր հետ կնարկի, խոսքի օրինակ։ Կամ ես լինեի Նիկոլի տեղ։ Ես պրոստը ավելի կոպիտ կասեի Նիկոլի տեղը, ասեի լսեք, աշխարհին կասի 97 թվի պայմանագիր ունես, ես հապկի անդամն եմ, նշածա 4-րդ կետքան դեղ հոդված, 4-րդ հոդվածի մեջ նշածա, հարձակվել են Հայաստաները, որ դուք պարտավոր պիտի մտնեք, մեզ պաշտպանեք։ Դրանից հետո որ դու գալիս ես, մենք խորհուրդ ենք տվել, եկել ենք նայենք, այդ բան նաբլյուդացել ենք բերում, չգիտեմ զենք, հա, դա ես ոնց ասեմ, բացի դրանից այդ բառը որ չօգտագործեմ կապիկություն։ Այսինքն էլի Հայաստանն է, ինչ որ անում են դրանք։ Այսինքն ինչ որ չեն անում։ Մեղավորը մենք ենք։ Մենք ենք։ Մենք ենք առիթը տալիս։ Նախարարը պիտի իրան աչքերը կողի այդ ամեն ինչ, պաստերը, ինքը շատ փափուկ ասել, դա ես ասում եմ, դա շատ իմ համար անընդունելի պրես-կոնֆերանս ա եղել։ Ես չեմ ընդունում, որ Հայաստանի ԱԳՆ-ի նախարարը իր ասել թույլ պայի, Նարեկը շատ կոպիտ սուր ու շատ ճիշտ հարցեր է տվել։ Այն ինչ որ ես երգել եմ ասել։ Եկել եք մի երկիր, որտեղ։ Այո, ճիշտ ասել։ Հիշեցնելով։ Հա, հիշեցնելով, հա, ճիշտ ասել։ Բացի դրանից, Ադրբեջան գնալով, ինքը նայր, այսօր էլ ցույց տվեց Նիկոլին էլ, Արարատին էլ, լավ արել աշկնել է անում, ոնց էր ասում են ժողովրդի մեջ։ Գնաց Ադրբեջանի շախիդների մոտ, այդ հա, գնաց դեղ այդ բան, հա։ Հայաստան եկավ, չի գնաց, չէ։ Ու պարկ աստու սաղ բողոքում են ասում են չի գնաց, ասում շատ լավ, շատ լավ։ Եթե ինքը գնացել է շախիդների մոտ, ինքը իրավունք չունի գնա մտնի Երաբլուր։ Ու պարկ աստու որ չի գնացել, պարկ աստու։ Մարդ որ գնում է իրանց մոտ մտնում է այս մարտուսպանների մոտ, դրանից հետո այլևս իրավունք էլ չունի մտնի Երաբլուր։ Այն հայտարարությունները, եթե որ չի եկել Երաբլուրը, չէ, ինքը էլ կարող ասի ես ուզում եմ գնամ։ Հայաստան չի կարող ասել, չէ, մի գնա, չէ, Ստարնագաբետ էլ չի գնացել։
ինքան ես լսել եմ։ Դրանից հետո այլևս իրավունք չունեն Իրան հարավերեն Հայաստան։ Մեջև Պուտինը չնշանակի նոր նախարարին ԱԳՆ-ում իրանց։ Դրա համար ես ասում եմ, նույնիսկ ինչ ասում Արարատ Միրզայան, ասում ճիշտ, հա ճիշտ է, որ այդ նարեկից հետո ասում այդ ավանդանկության մեխանիզմներ պայմանագիրի մեջ որ նշա։ Միջև վերջ չի աշխատել։ Այգու ցավը տանեմ Արարատ ոչ թե միջև վերջ չի աշխատել, ընդհանրապես չի աշխատել։ Ընդհանրապես չի աշխատել։ 20 թիվից սկսած մինչև 23 թիվ։ Դու նախարար ես, ժողովուրդը լսում է։ Դրանից հետո ուզում եք 26 թիվին գնալ ընտրությունների ժողովրդի հետևից գնա, չի գնալու, նայելով դու կողք Դե եք։ պատճառաբանություններ ունեն, չեն ուզում ոչ մի երկրի հետ հարաբերություններ վատացնել, Այսինքն- պետք է այդ բալասավորված հարաբերությունները կարգավորել, նույնիսկ Ռուսաստանի հետ պետք է այդ երկխոսությունները պահել։ Ինչու՞մ է այստեղ։ Ես չեմ ասում, Որն է այստեղ վատը, ինչու ամեն ինչի մեջ տեսնել վատը կամ ինչ որ վատթարացնել հարաբերությունները։ նայեք, ամեն անգամ մեզ նշում են, ընդեղ եք գնում, դրանց հետ եք շփվում, էս եք անում, դե հետ եք գնում, Եվրոմիություն եք ուզում եք մտնել, ամեն անգամ մեզ ուղղում են։ Այսինքն եկան մեր տուն, մեզ սպառնացին, դա Այո։ այդպես եք դուք բնութագրում։ Ես ասում եմ սենց։ Ասացին խելոք մնացեք։ Նայեք, ես ասում եմ սենց։ Սենց չէ որ դրանք մեզնից խելոք են ու եկել են քանի որ ատոր են զբաղվածնում ու ասենսիո աստված են դարել, չէ։ Ես էլ եմ աշխատել նախագահաշադակազմում։ Մենք էլ ահագին ճանապարհ ենք անցել դրանցից 20 անգամ ավելի էֆեկտիվ։ Մենք պետություն ենք ստեղծել 90 տակ։ Հիմա եղածը չեղածը նույն էս ատոր սեղանը որ կա, պարլամենտում աթոռներ էր որ կան, սեղաններ էր որ կան, Նիկոլը որտեղ նստում է, այդ ինստիտուտներ որ կա 90 թվականներին մենք ենք ստեղծել, մեր թիմն է ստեղծել այդ ամեն ինչը։ Ու դրանցից ավելի էֆեկտիվ փորձ ունենք։ Այն ժամանակ գիտեք ռուսները ավելի փափուկ են եղել, ավելի խիստ են եղել Ելցինի ժամանակ։ Բայց եթե մեզ կամ Լևոն Ակոպիչին կամ Իրան գլխավոր խորհրդականին կամ արտաքին գործերի նախարարին կամ վարչապետին կամ ինձ իմ գծով դուր չի եկել ինչ որ մի բան, մենք գիտեք ոնց ենք խոսացել իրենց հետ։ Բայց բոլոր դեպքերում Ռուսաստանն է, չեմ մնում։ Կայսրության հետ գործ ունենք ամեն Ա՞։ դեպքում։ Կայսրության հետ գործ ունենք։ Բայց այն ժամանակ ինչ է։ Այն էլ ջղայնացած կայսրություն է, որ փլզվեց սովետական միությունը, դրանք ջղայնացած են։ Շատ կոպիտ են եղել ու շատ խիստ են եղել։ Բայց եթե ինչ որ դրանք բան են անում ու մենք դերում ենք մեր դեմը, որ դուք չեք պատկերացնում մենք համը ոնց ենք անել։ Բայց դրանք հարգելով են Դե հիմա էլ ասում են ժամանակին լավ չեք արել ոչինչ, որ եկանք հասանք այս մի վարքյան մենք ամեն ինչ որ արել ենք։ Փաստորեն փուչիկ է եղել այդ արածը, որը 30 Փուչիկը տարի մենք ենք սարքել։ կարողացա Բա մեզնից հետո Ռոբիկն է եկել, Սերժիկն է եկել, Նիկոլն է եկել։ Մենք արել ենք, տվել ենք, սպայեք։ Եթե մարդկանց մեջ խելք չկա, բան չկա, ու չեն կարողանում պայել, այսինքն էլ մենք ենք մեղավոր, ոչ Ռուսաստան-Հայաստանն է ստացվում։ Այսինքն մենք անում ենք, տալիս ենք ձեզ, խոսքերն է, տուն եմ կառուցել, գալիս եմ ասում եմ Գուրջան 6 ռուհիտ կուտունա գալիս եք ջարդուշուր եկանում հետո ասում եք լավ տուն չես սարքել։ Հիմա կարծես թե այդ ջարդուփշուր եղած հարաբերություններն ենք փորձում վերականգնել, պարոն Պողոսյան, Ո՞ւմ այստեղ որտեղ ենք թերանում կամ ինչ չպետք է Ռուսաստանի հետ ոչ մի հարաբերություններ կարգավորել։ Պատերազմ եք ուզում կամ ինչն է։ Չէ կարա, ոչ մի բան անեք։ Ռուսաստանը պետքա որ Հայաստանը ենթարկվի։ Դե հիմա Հավասար դաշնակից իրան պետք չի։ Ուրեմն նայեք, որ դուք այսինքն որ ասում են sense զրույցագնացել, ուրեմն նայեք։ Ռուսաստանի կայսրությունը բոլոր դեպքերում ինքի sense իրան համարվում է։ Դրա համար ինքի sense Ուկրաինա, Հայաստան, այդ Կավկազյան սա բաները շատ ծավալի է ընդունում այդ փոխփոխությունները ինչ որ կատարվում։ Ինքը իրան համարվում է կայսրությունը, չէ՞։ Հա։ Այդ կայսրությունը ունի իր ստրատեգիան։ Իր ստրատեգիան է Թուրքիայի, Ադրբեջանի հետ, Չինաստանի հետ։ Դուք այս ծրագրի մեջ չկաք։ Դուք տարածք եք իրան համար, որ միջոցով պիտի ճանապարհը բացվի։ Ուրիշ բանի մեջ դուք չկաք։ Հասկանում եք։ Ինչ ուզում եք արեք, ուզում եք գնացեք 6000 անգամ Պուտինին ճակատին պաչեք, շպագատը իրան նստեք, մի հատ էլ սալտո մարտալո արեք,
ինքը իրան ստրատեգիան չի փոխվելու։ Իրան նպատակը ինքը իրան ճանապարհը ընտրեց 2015 թվականից։ Ոչ թե 3 կամ 3 առաջի օր։ Ուզում եք ասեք, Սերգեյ Լավրովը եկել էր եւս մեկ անգամ ակնարկելու, հիշեցնելու կամ ուղիղ իմաստով ասելու, Այո։ որ տվեք ճանապարհ եւ Ճանապարհի ճանապարհի համար մասն էլ ասել։ Ես ասում եմ, նայեք, իրանց պետք իրանց իշխանությունը պետք Հայաստանում, որ ենթարկվի։ Դրա համար բազմաթիվ քանակով պրոռուսական թիմեր են ստեղծում ստեղ, կուսակցություններ են բացում, չէ՞։ Ինչ համար, որ բերեն, նստացնեն այս շերին, որ ենթարկվեն։ Եթե դրանք իմանալով գիտեն, որ դուք չենք ենթարկվելու, երբեք չեն աջակցելու ձեզ։ Փող էլ չեն տալու, ոչ մի բան էլ չեն տալու։ Իրանց պետք է այս ճանապարհը, դրա համար մարտա պետք որ գա, շատ շուտով է ճանապարհը բացվի։ Պարսիկները էլ սովորական տղեր չեն։ Եկել են, ասել են ոչ մի փոխփոխություն սահմաններում։ Չկա sense բան։ Գիտեք sense տենց է եկել նախարարը։ Դե այցերը համընկավ փաստորեն։ Հա, բայց այդ Եվրո Զորավարժություն։ դիտորդները որ եկել են Վրաստան, Հայաստան, որ հանդիպել են, չէ՞։ Sense տենց են եկել։ Չէ։ Դրա համար ես ասում եմ, ես չեմ ասում եկեք մտնենք պատերազմի մեջ Ռուսաստանի հետ։ Ես ասում եմ, նայեք, ես ռուսների խասյաթը գիտեմ, ես գիտեմ դրանք ինչ են սիրում, ինչ չեն սիրում։ Դրանք սիրում են, որ դուք իրանց հետ բաց եք խոսում։ Աճ գնալ, ձախ գնալ չկա։ Նույն առաջի պատերազմի ժամանակ մեծ խնդիրներ են ունեցել Ռուսաստանը, գիտեք, շատ հեշտ է եղել ռուսների հետ աշխատել։ Շատ լուրջ խնդիրներ ա եղել մեր մեջ։ Բայց քանի որ գալիս ես բաց, ինքը ասում է խոսք ունակ, դու սենց ես անում։ Ես էլ ասում եմ խոսք ունակ, մենք էլ ասում ենք, դու սենց ես անում, նենց ես անում, այնտեղ ես գնում, մեզ վնաս ես բերում։ Դրա համար մենք սենց ենք անում։ Արի պայմանավորվենք։ Հարգելով ընդունում ենք ու ասածը, ինչու, որովհետև հասկանում եմ դու պարզ ես։ Դու խոսում ես այն ինչ որ կա, դուր չի Դե գալիս։ ժամանակին դիրքերը տարբեր են եղել, չէ՞։ Մենք դիրքավորված ենք եղել որպես հաղթանակած, դիրքավորված ենք Դիրքերը ով եղել է փոխում։ որպես ուժեղ, իսկ հիմա Դիրքերը ով է փոխում, մարդիկ չեն փոխվում։ Հիմա որ Նիկոլի Պաչարով կրակի մեջ չեն կնգել։ Հիմա իրեն դիրքը տենց է։ Ես օրինեն նայենք Ռուսաստանում լրիվ ուրիշ հարաբերություններ կլինի։ Մի անգամից ասում եմ։ Մի քանի օրվա մեջ դրանք հասկանան ինչ-ինչումն է, ոնց պիտի մեր հետ աշխատեն։ Բայց քանի որ առատ մեզ այն ասում է, հաշվի եք առնում բոլոր ռիսկերը, թե ունեք հաշվի առնելով որ չկա ռուսների հետ հիմա ռիսկներ գիտեք ում համար կա։ Մենք Ռուսաստանի հետ սահման չունենք։ Ինչ ռիսկերի մասին խոսում ենք։ Հա դրանք ունեն գործիք, մի հատ գործիք։ Լարսը։ Չէ, գործիքներ բանն են, Ադրբեջանն է, իր ռազմական գործիքները։ Հիմա մենք սահման չունենք Ռուսաստանի հետ։ Հիմա պիտի ինքի ադրբեջանցիների հրաման տա կամ հանձնարարություն տա, որ մտնեն սահման անցնեն պատերազմ սկսեն, չէ՞։ Ոչ միայն Ադրբեջանի, Թուրքիայի հետ էլ Թուրքիան մեր սահմանը չի անցնելու, մոռացեք։ Ինչով եք այդքան վստահ։ Թուրքիան բաների ունի որ Թուրքիան էդի պետք չի հիմա սահման մտցնել, ինքը հասկանում է ինչ է սպասում դրանից հետո Թուրքիային։ Ալա Ադրբեջան ինքը sense դաշտ է ստեղծել, իբրև լեգիտիմ պատճառներ ունի։ Ինքը sense նես չի ասում այդ բանը Արևմուտք Զանգիզուրը կամ չգիտեմ այս տարածքը իմնա, այս իմնա, այս բանը իմնա։ Ինքը sense նես չի այդ բանը ստեղծում։ Ինքը լեգիտիմ պատճառներ է ստեղծում պատերազմի համար։ Թուրքիան լեգիտիմ պատճառի հնարավորություն չունի ստեղծելու։ Վտանգ ես ասում եմ, հալա որ կարճ ժամանակում, նու մինիմում, հալա չէ, Թուրքիան սահմանը չի անցնելու։ Բայց պատերազմի ժամանակ իհարկե լինելու Ադրբեջանի հետ միասին, թեկուզ իրան համազգեստով։ Իսկ Ռուսաստանը չի հրահրի Թուրքիային հարձակվելու մեզ վրա։ Հիմա Ներողություն Ադրբեջան չէ, Ռուսաստանը։ Հիմա նայեք, կարող է լինի, բայց հիմա Ադրբեջան ինքնագլուխ չի։ Հիմա ավելի շուտ ընդեղ ու շատ Թուրքիան նստած կամ Ռուսաստանը։ Որ Ալիևը հարձակվի, Թուրքիան պիտի համաձայնություն տա անպայման։ Բացի դրանից երեք կամ 3 առաջ Ռուբիան էլ զգուշացրեց, որ Եվրոպան էլ Ադրբեջանի հիմա բաներ կա կորցնելու։ Բայց այդ չի նշանակում, որ ես կարամ ասեմ 100% պատերազմը չի լինելու։ Ես ասում եմ 50-50։ Որ պատերազմը լինի 50% կա այդ հնարավորությունները, որ կարող է սկսեն։ Բայց ոչ թե ռուսի հրամանով։ Ոչ թե ռուսի հրամանով արդեն։
Եթե նորից դրանք պլանավորեն 3-ով Թուրքիան, Ռուսաստան, Ադրբեջան կհամաձայնվեն 3-ով, կգնան նստեն բանակցեն որոշեն, որ պետք է ժամանակ եկել Սյունիքը ջրվենք բացենք, հայ ժամանակ է, այո։ Բայց դրա համար դուք ուզում եք ռուսների մարջ-փուրջ, ջանջիգերով, ոնց ուզում եք խոսացեք, դա չի օգնելու։ Ռուսաստանը ունի իրանց ծրագիրը։ Իրանց ծրագիրի մեջ մենք որպես Հայաստան չկանք։ Մարդը չի ասեց, elə ցույց տվեց, էլի ում է դա։ Որ չի գնացել Երևան, չի գնացել Սարնավեր, չէ։ Ասեց, Ալիևին էլ ասեց, Էրդողանն էլ։ Ասում է ոչ մի ցեղասպանություն բան չկա, այնտեղ չի գնացել։ Ալիևին էլ ասում է, այ ես էլ այդտեղ չեմ գնացել։ Քու մոտ եկել եմ շախիդների մոտ, բայց հայերի մոտ չեմ, այդ ինքը ինչով ինչա ցույց տալի մեր համար։ Ասում է, ես այնտեղ ենք։ Նրանց հետ եմ։ Հա, դրանց հետ եմ։ Բայց մի կողմից երկրորդ բան էլ է ցույց տալի մեզ։ Իբրև լավ չեք պահում ցես, դա էլ դեմարշ է եղել, էլի, որ չի գնացել, դա դեմարշ է։ Դրա համար ես ասում եմ, ինչ որ Նարեկն է ասել, նույն բան պիտի ասի Արարատ Միրզոյան։ Այդ չի նշանակում դուք Ռուսաստանի հետ հարաբերությունը ավելի վատացնում եք։ Ես գիտեմ ինչու համար Արարատը չի ասել այսքանը։ Ինչու չի ասել։ Մտավախություններ Ինտրուսյուններ է սպասվում։ Վախում են որ կարան խանգարեն։ Կոլիկապն ան ռուսներին, այնն այս միանգամից ասում է Լավրով ասում է դուք Եվրամիությունում գնացում, չէ, չեն գնում, ու դաժե չենք բանակցում։ Այդ ոնց հասկանանք Արարատ։ Բայց երեք չառաջ որ մարդ չի եկել Բրյուսելից օֆիցիալ հայտարարություն եղել, քննարկում ենք այդ հարցերը։ Նոր մի քիչ երեք չառաջ որ չես դմել Եվրամիությունից այդ ինչ որ հատուկ ֆոնդից փող ես ուզում գումար։ Դա եթե դու Եվրամիություն չես ուզում գնաս, ոչ փողերը պահանջին դեից գնա այդ բանը, մտի EAS-ի բանն է այդ զիվիլի ոնց է կոչվում։ Այսինքն ուզում եք ասել, որ երկու նախարարների այդ ասուլիսը, հանդիպումը, այդ ամենը բեմադրություն էր, ում համար։ Եկել են, ասել են, որ ուզում եք, որ չխանգարենք, 26 թվում ձեզ ես կպայեք։ Ու մի անգամից ասել են, մենք Եվրամիություն չենք մտնում, բանակցները չենք տանում, այդ բանը հապկից մտածություն չունենք դուրս գալու, 100-րդ բազան մնում է, այսինքն խելոք կմնանք, ինչպես դուք եք ասում։ Այո։ Միայն թե կապահովեք նաև մեր իշխանության գալը։ Այո։ Հիմա նայեք, բայց մինչև 26 թիվ։ 26 թիվից հետո պարզ չի ինչ արնելու։ Նայեք, այդ նույն Սերժ Սարգսյանի տրյուկները։ Այդ Արման Բաբաջանյանը ոնց հանրահավաք է հավաքել, չէ՞։ Այդ ծությունները եղել, որ հակառուսական բան պլակատներ Էսյանյան։ Այո, եւ առաջին օրը դիմավորելու ժամանակ եւ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ։ Մենք չգիտենք որ փլում ու ինչ կան դաշտում գտնվում է Արման Բաբաջանյանը։ Դա ձեր տեսակետն է։ Հա։ Դա ձեր կարծիքն է, դա ձեր գնահատականն է։ Ես չեմ ասում դուք։ Ես ասում եմ ազգի գիտի։ Ხო չգիտենք որ դրանք իշխանությունը հետ միասին են աշխատում։ Կարող է իսկական դմությունն է։ Իհարկե ոչ։ Սերժի ժամանակ նույն բանն է եղել։ Որ ռուսների հետ խնդրեմ ա եղել, հավաքում են այդ sense ռուսերեն ասած պրոզապետնիկներին, Արմատամետների։ Հա։ Հայաստանի իշխանությունը ասում է, բա տենում եք, ես չլնեմ, դրանք են գալու։ Իմանալով որ ռուս այսքան էշա չհասկանում ինչ է կատարվում, այդ ինչ խաղեր է։ Արման դու կարաս գնաս առանց թույլտվություն իշխանությունը թույլտվություն չստանալով գնաս sense բաներ անես։ Իհարկե ես չեմ հավատում։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանը եւ Արարատ Միրզոյանը, Արմեն Գրիգարյանը, նույն Ալեն Սիմոնյանը դրանք կարան եթե չեն ուզեն որ sense բաներ լինի, չէ՞։ Այդ հակառուսական ցուցումներ սարքեն բանը, այդ հանրահավաքը լինի։ Մի զանգով ասում Արման, ահ որպես հիմա ժամանակը չէ այդ գործերով զբաղվես, ոչ միտեղ չգնաս։ Ու ես կգնայեմ, այսքան ռիսկ ունի որ գնա։ Էդ էլ խաղա։ Ես վստահ եմ էդ էլ խաղա։ Ռուսները այդ խաղերից են հասկանում։ Դրա համար ես ասում եմ, ռուսների դու պիտի աշխատես շատ մի կողմից։ Ազնիվ,
ու բարձ առանց խաղեր ցախ աճ չգնաս Ռուսաստանը այս բանը չի անում իրան խոսքերի տեր չի ինչ որ ստորագրությունը դրելը չի պահպանում իրան ստորագրությունը գալիս ես հանդիպում ես Պուտինի հետ Նիկոլ հանդիպում չէ Պուտինի Ալեն Սիմոնյան գնում է հարգելի Վալենտինա Իվանովնա Արարատ Միրզոյան Լավրովի ով է հանգարում այդ շատ սուր հարցերը բարձրացնել երեսին ասեք ախպեր սենց չի լինի մեզնից բան չի պահանջեք Ես եք անում մեր դեմ, ես եք անում, զենքը չեք ուղարկում, փողիկ փոխանցում չեք տալիս։ Որ ասեցինք, ասուլիսի ժամանակ հենց հնչեցվեցին հարցերը, շատ զգուշ։ Չէ, Նարեկը շատ սուր ասել։ Նախարարը չէ։ Իր դիվանագետի տեղադրել։ Չէ, սենց չի խոսում։ Հենա լավրով ասում է։ Մեզ դուր չգալի որ դու գնում ես Եվրոմիություն։ Կարա չի ասել։ Լավրովը ասում է, որ Հայաստանը մեր բարեկամն է եւ չկա այստեղ Ուկրաինացման գործընթացը ինչու պետք է լինի դրա պատճառներ չեն տեսնում։ Դժգոհությունա չէ, այդ որ բանա, հայտնել որ Եվրոմիություն եք ուզում մտնել։ Այդ դժգոհությունն է, դա ոսեն չէ, դրանք ասում աբսոլյուտ բան, ասել ուզում ես։ Մերոնք ինչ մի դասեն։ Բա ինչ մի դանեմ։ Օգուտ չկա ցեզանից։ Ինչ որ ստորագրել եք, բան չեք անում։ Իհարկե գնում եմ։ Զենքի խնդիր ունենք։ Տալիս է։ Ասես տալիս եմ։ Ո՞վ տալիս։ Չի տալիս։ Չէ, տվեց։ Չտվեց։ Նա ասում է դուք էլ կարող եք այլընտրանք ունենալ, մենք ձեզ դա չենք արգելում։ Չէ, ասեց, բայց այդ ո՞նց դուք Ֆրանսիայից եք arrived, մեր դաշնակիցի Ֆրանսիայից։ Թշնամուց։ Հա, բա որ դու մեր թշնամիի հետ համագործակցում ես, մեր թշնամին 2008 թվականից սկսել է զենք ուղարկել, այդ բալանսը ջարդել ես։ Հետո Սերժ Սարգսյանը որ ասեց, այդ ինչ եք անում, Ռագոզին ինչ ասեց, Ծախել ենք, ծախում ենք ու ծախելու ենք։ Դուք էլ ուզեք, մենք էլ ձեզ էլ կտանք։ Հա, նույնը Լուկաշենկոն ասում, ասում է փոքր բան արա։ Ո՞, տվեք ձեզ էլ կտանք։ Հա, ախպեր դու ինչ քննիր ունես։ Հիմա ես ֆրանսիաների փող եմ տալիս, անկարած Ֆրանսիայից անց փող ավարկում այդ զենքը։ Ու ինչ գործնա, Հնդկաստան, Ֆրանսիան, Պասկաստան։ Այսինքն նայեք, դժգոհ են, չէ՞ դրանք։ Իմ տիշնամից բան է սարնում։ Բա որ դուք մեր տիշնամի մոտ ես գնում, մտնում ես այդ շախեդերի մոտ։ Կարող է Թուրքիա մեր բարեկամ երկիրն է։ Գնում ես շախեր իրաց մոտ։ Մեզնից հարցնում ես, ես նորից հարց եմ տալիս, ով է ասել ու ինչու մենք այդ գաղափարով դիդապրենք ու հայեր վախեցացել, բա Ռուսիայից հետ, կարա մերից հենց բան է, թող փորձեն անել, փորձեն, նայեմ ոնց են անելու, այդ առաջին, երկրորդը, հերիքա ինչ որ մեկին լսենք, դժգոհ ենք, դժգոհ չի, ախպեր ջան, դու չես ուզում, որ մենք գնանք Ֆրանսիայից զենք առնենք, բայց պատերազմի ժամանակ այնա ցույց տվեցել է Ընդամենը 3% է եկել ինչ որ մեզ պետք է եղել, ինչ որ պահանջել ենք։ Εμένα փողեր ենք ուղարկել նախորոք, միջև պատերազմը։ Ուղարկել են չէ։ Հենո Նիկոլ Փաշինյանը ասում է 600 միլիոն դոլար փող ենք ուղարկել, տարիներով չեն ուղարկել, հետո ասում են դուք պարտեք այդ փողերը վերցնում եք։ Չէ։ Դրանից հետո դու դժգոհ ես, որ մենք գնում ենք Ֆրանսիայից զենք են զանակ։ Դրա համար ես ասում եմ, եկեք թարգենք։ Մենք վախենալու բան չունենք, ուզում եմ Ռուսաստանին, ուզում եմ Աստվածը չնի ներքև։ Մեր դիրքերը եթե ամուր չենք պահելու մեր դներն Գուցե պետք է ամրացնենք նոր հետո խոսենք որ վախենալու բան չունենք պարոն Պողոսյան Ինչով եք ամրացնում ենք հենց այդ բանով որ երեսներին ասում եք Ես ասում եք դրան զուգահեռ ստանում ենք լավը փակում ենք Ինչ եք ստանում Ստացել եք էլի այդ վախենալու մեր պոզիցիան ամեն անգամ այդ վախկոտների պոզիցիան բերեց հասրեց այս բանին Ռոբիկից սկսած միջև Նիկոլը։ Դե Լավրովն էլ է, չէ, ասում մեր առաջարկները չհամաձայնվեցիք, եկաք հասակ այս պահին։ Մի վարքյան։ Արցախի պահով։ Չէ, դուք հիմա մանիպուլյացիա եք անում։ Չէ, ես ուղղակի ասում եմ այն ինչը որ Ես ախր բացել եմ այդ հարցերը։ Ես ասում եմ, պատերազմը գնում է 3 օր 220 հոգի մենք կորուստ ենք ունեցել, չէ՞, մենք զինվորներ են զոհվել։ Պատերազմը գնում է առաջի օրը, երկրորդ օրը։ Դրանք ինչ են ասում Մոսկվայից։ Ասում են, որ դուք մենք չգիտենք ոնց օգնենք, դեմարկացիա չունեք։ Սաղ չունենք։ Արդեն հարձակել են մեր վրա։ Դա իրաց կողմից մանիպուլյացիա է։ Մենք առաջարկել ենք սկզբից պատերազմը սկսել։ Հետո դրանք առաջարկել են խորհուրդներ տալ, նայեք, դրանք առաջարկում են արի խորհուրդ տամ։ Իսկ միջև խորհուրդ։ Նիկոլ Ասմանը խորհուրդը քեզ մնա։ Ինչ ուժ է պետք։ Դրանք էլ պատասխանում են։ Դու սահման չունես, մենք չգիտենք, ու տարածքը տարածքը չի։
Այսինքն ոնց է ստացվում, որ Ադրբեջանցիներին չեն ասում դուք սահման չունեք այդտեղ Ադրբեջանը չի պահանջում, որ օգնություն ուղարկեն։ Հա, բայց կարող է եւ ասելու համար նրանց էլ չէ, պետք նրանք Բայց եթե դրանք երեկով Թուրքիան, Ադրբեջան, Ռուսաստան այդ ամիջ պլանավորվել են։ Դրա համար ես ասում եմ, դուք ասում եք դրանք տենում եք ասում եք դրանք առաջարկել են մենք չենք ընդունել ու չէ, ընդհակառակ է եղել։ Իրենք են ասում ենք առաջարկել ենք դուք մերժել եք։ Մերժել ենք պատերազմից հետո։ Պատերազմի ժամանակ ենք մերժել։ Լավ։ Խոսքը ունակ ես ձեզ ասում եմ եկեք ինձ օգնեք։ Պատերազմա գնում, դուք ասում եք արի սենց անեմ։ Ես նախավարած չգիտեմ, այդ կուբ բնակարանը չի։ Ես այլ չգիտեմ, դու փաստաթղթեր ունես չունես։ Միաճշտենք այդ ամեն ինչը։ Ճիշտ է, բաման արդեն մտել են։ Տարածք են վերցրել 7-ից 10 կարակուսի կիլոմետր վերցրել են արդեն։ Արդեն զող վիրավոր ունենք մեծ կամակով։ Մեր համար մի մարդ է արդեն շատ լուրջ բան է։ Կորուստ է։ Մենք Ռուսաստան չենք, Ուկրաինա չենք, որ երկու կողմից 1 միլիոն արդեն հասել, բայց պատերազմը դեռ չի կանգնում։ Այո։ Դրա համար նայեք, Լավրով անում է մանիպուլյացիան։ Ասում եմ մենք առաջարկել չենք ուտել։ Լավ են արել որ չեն ուտել, բայց դու ինչ ես առաջարկել։ Դու առաջարկել ես այն բան, որ խորհուրդը քեզ մնա։ Մենք էլ կարան գանք, ձեզ խորհուրդներ տանք, այսքան կարան խորհուրդ տանք։ Նույն այս պատերազմի ժամանակ ձեր օֆիցերները են կարող խորհուրդ տալ։ Մենք ոչ պակաս օֆիցերներ ունենք, սպայներ ունենք, ոչ պակաս գեներալներ ունենք։ Դրա համար ես ուզում եմ ինչ ասեմ այս բանի հետ կապված։ Որ ասում եք պետք չի Ռուսաստան, եթե նայեք, մենք ինչու այս պատերազմը սենց ավարտվեց։ Թե ինչու պատերազմը այսպես ավարտվեց։ Եկեք մենք շարունակենք Կարճատև գովազդային դադարից հետո, պարոն Պողոսյան։ Եվ մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ մեր ուղիղ եթերները կարող են դիտել նաև մեր Patreon-ում Նոյան Տապանի QR կոդը ձեր էկրաններին։ Այժմ Կարճատև գովազդային դադար, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Սիրելի հայրենակիցներ, մայիսի 28-ին Հայաստանի անկախության փառապանձ օրը Caesar Palace շքեղ բանկետ հոլում տեղի կունենա բարեգործական ընթրիք համերգ՝ ի նպաստ մեր հերոս ազատամարտիկների, մասնակցությամբ համայնքի լավագույն երգիչների։ Խանդավառությամբ մասնակցենք այս աննախադեպ հանդիսությանը, մեր նպաստը բերելով հայրենիքի պաշտպան մեր զինվորներին։ Տեղեկությունների համար զանգահարել 818 813 2252 հեռախոսահամարով High ID ինքնության քարտ կազմակերպության։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 5677 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 5677։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանը։ Պարոն Պողոսյան, փորձենք հիմա ամփոփել Լավրովի այցը եւ ինչու պարտվեցին 44-օրյա պատերազմում եւ ինչու եք վստահ որ մենք կարող ենք ռուսների հետ էլ սուր խոսել, որտեղ եք տեսնում այդ երաշխիքները եւ ընդհանրապես այս Ռուսաստանի ներկայությունը Ռուսաստանի Դաշնության Սյունիքում դեսպանատուն բացելու գաղափարը, որի մասին նորից խոսվեց 3 տարի է կարծես թե ձգձգում ենք, բայց Լավրովի այս այցի ժամանակ եւս մեկ անգամ անդրադարձ եղավ։ Էդի ինչ որ բացում են Սյունիքում, էդի հատուկ ծառայությունների տունն ալնելու։ Այդ առաջինը։ Իրանց պետք է մոտ լինեն Պասկաստանի սահմանները։ Ինչ որ վերաբերում է 44-օրյա պատերազմին կապված։ Այդ որ ասում եք ինչու դուք համարվում եք, որ մենք կարող ենք ռուսներից սուր խոսանք։ Ես առաջի պատերազմի մասին բացատրել եմ, ոնց ա եղել, ինչ ա եղել։ Միջև պատերազմ մենք ամեն ինչ արել ենք, որ ռուսների հետ հարաբերությունը լավացնենք ու իրանց նույն դեսպանների հետ, ուրիշների հետ, մեր գործընկերների հետ Ռուսաստանում բարձրաստիճան խոսացել ենք, հանդիպել ենք տարբեր ոլորտներում, տարբեր ինստիտուտներում, ամեն ինչ ասել ենք Նիկոլ Փաշինյանը ընդունեց, ասում է, հա, դա լավ է, ճիշտ եք անում, ես էլ կողմն եմ։ Այդ ինչ որ կա, այդ որ ասում են, որ միջև պատերազմը Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արեց, որ ռուսների հետ հարաբերությունները վատացնի բաման, ես ասում եմ հետեւյալը, ես քանի որ վկա եմ Նիկոլ Փաշինյանը ընդհակառակ իրան բացատրել է, որ ռուսների հետ մենք խնդիր ունենք, որպես Հայաստան, ինքը ասում է հասկանում եմ, ծրագիր ենք ներկայացրել, ինքը ասում է երկու ձեռքով կողմն եմ, այս ուղղությամբ աշխատեք ու սկսել ենք աշխատել, ու ինքը աջակցեց այդ բաները, սկսեց ընդունել այդ ինչ որ գաղափարները ռուսների հետ կապված։ Ամեն ինչ արել ենք, որ ռուսների հետ հարաբերությունը չջարդվի։ Դեսպաններն ենք ասել, ուրիշ մարդկանց էլ ենք ասել, որ ու ինչ որ մենք դեր հետ խոսում ենք, ինչ որ անում ենք, Հայաստանի երկի ղեկավարը տեղյակ, այսինքն առանց իրանց թույլտվություն ստանալով կամ տեղյակ բայելով դու իրավունք ես շարժվես։ Եթե Նիկոլ Փաշինյանը չուզենա, որ մենք հանդիպենք, խոսանք, առաջարկություններ տանք, ինքը կարող ասել, չի հանդիպեք, չէ՞։ Ուսո։ Կարող դաժե պարտավորվեն, որ ստորագրես, որ իրավունք չունես, ասես, որ Նիկոլ Փաշինյանը հրաման ա տվել։ Կարող փակեն, չէ՞, ինֆորմացիան։ Ինքը ասում է աշխատեք, համաձայն եմ ու հանրությունները տվել իրան թիմի անդամներին, որ սենց է։ Ամեն ինչ արված է եղել։ Հիմա որ ասում են հատուկ արել, բաման, ջարդփուշուր արել այդ հարաբերությունները, ամեն ինչ արեց, որ բան չստացվի, ռուսների հետ հարաբերությունը վատացնի բան, ես ասում եմ, դա չէ։ Որովհետև ես վկա եմ։ Ես գիտեմ, որ վարչապետ թույլտվություն տվեց ու ամեն ինչ արեց, որ այդ հարաբերությունները նորմալացվի ու գնանք առաջ։
Բայց նույն ժամանակ մենք հասկացել ենք, որ դրանք արդեն ուրիշ ճանապարհով են գնում, ասում ես չես ասում, դրանք ընդունում են, ասում են, հա շնորհակալ ենք, ինչ հոյակապ, ինչ լավ բաներ եք անում, ինչ որ լավ բաներ եք առաջարկում, հա, վերջում դարավ են, ինչ որ դարավ։ Բայց այս 44 օրյա պատերազմի հետ կապված նախ եւ առաջ, միջև պատերազմը դրանք էլ պիտի զենքսինամետեր կողարկացել, չեն ուղարկել, պատերազմի ժամանակ էլ շատ քիչ կանակ են ուղարկել, այդ բավարար չի եղել, այդ գիտեք ոնց որ գլխավոր շտաբում սենց են ասում, океանը կողքը կանգնած ես, ոնց է թեթև անձերով է եկել, այդ է եղել, այսինքն ջուրը չի լցվում էլի, այդ երրորդը, միջև վերջի օրը մենք ուղղակի քանի որ կոսմոսի միջոցներ չունենք սպուտնիկների այդ բաներին, ասել ենք, դոնի բան արեք, տվեք, նայենք որտեղ են, ինչ են բան, ասել ոչ մի բան չի լինի, Փափուկ բարձ են դրել մեր գլխի տակ։ Չէ, մենք չենք հավատել, որ գիտեք մենք միամիտ ենք եղել, մենք վաղուց իմացել ենք օրնելու, պրոստ ուղղակի մենք ուզեցել ենք տվյալներ ստանանք, որտով շատ հեռու չես կարող տենաս խոսքում եք 50 կիլոմետրից էնյան, ինչ է կատարվում, չունես այդ միջոցներ, 26 տարվա մեջ չեն կարել այդ միջոցներ, չեն ստեղծել, բանակը ոչ լսում է, ոչ տենում է, հասկանում եք ինչ բանակ են ստեղծել։ Ադրբեջանը 4-5 հատ սպուտնիկ ունի, մենք էլ մի հատ հալա նոր ենք ստացել, երկու հատ խոսքի օրինակ։ Բայց դրանք պատերազմի ժամանակ համ դրանք են ունեցել, համ Թուրքիայի միջոցներն օգտագործել, համ Իսրայելը աջակցել իրանց։ Մենք էլ բան չենք տենում 20-30 կիլոմետր էնյան շո կորես աչքերի փակ։ Այս պատերազմի sense նոր գաղափարների պատերազմի, չէ, ինչ որ 21 դարում այդ միջոցները շատ կարևոր դեր են խաղում։ Մենք չենք ունեցել։ Որ ինչ կա մենք ասել ենք, դա չկա, դուք ուղղակի բան մի սադրեք։ Մենք ասում ենք, մենք սադրող ենք, որ ասում ենք բան։ Ու միջև վերջի վարկյանը մեզ ուզեցել են ապացուցել, որ պատերազմը չի լինելու կոնտրոլի տակ է սա։ Դրանք լրիվ կուրսի մեջ են ու պահում են այդ իրավիճակը։ Մենք չենք հավատել, մի վարկյանել չենք հավատել իրանց։ Մի վարկյանել։ Ում էլ խոսում եք, ես միշտ ում էլ հանդիպել եմ Ռուսաստանի կողմից, ասում սուտ եք ասում, ես գիտեմ որ լինելու է։ Այնա ասում եմ նայեք, աղաբիջների ազնագիրներ, կոպիաներ, անուն, ազգանուն, որ երկից եկավ, ինչ ժամանատարն է։ Ու սենց այսքան բանում տվել ասում վերցրեք։ Այսինքն նշանակում է ես ավելի ուժեղ եմ կամ ձեր ամբողջ հատուկ ծառայություններ, հա, սենց է ստացվում։ Մենք չենք հավատել իրանց, ու դրանից հետո մենք հանդիպել ենք ֆրանսների հետ։ Ֆրանսիացիները միանգամից հավատել են, որ իրոք պատերազմը զեկուցել են։ Դաժե մեր խորհուրդել են լսել ու արել են այդ ամեն ինչը։ Մենք ասել ենք, թող Մակրոնը կապնվի Պուտինի հետ։ Ու զգուշացնի, որ պատերազմ է սպասում։ Այդ եղել է մոտավորապես ամս 23-ին, 22-ին, 23-ին։ Արդեն այն ժամանակ մենք ֆրանսների հետ հանդիպել ենք, դեսպանի հետ ենք հանդիպել, ասել ենք, որ պատերազմ է սպասում։ 23-ին գիշեր ժամը 00:30 Ֆրանսիայի ժամանակով Ֆրանսիայի նախագահան ստեղծեց ճգնաժամային խումբ հատուկ։ Դեսպանը զանգում է, ինձ ասում է, սենց բան, ինքը Ռուսաստանի նախագահի խոսած է, իրանց նախագահան ասում է նույն բանը, որ ոչ մի բան չի լինելու, մենք վերահսկում ենք այդ ամեն ինչը, ուշադրություն մեր ուշադրության տակ է դի բան չի լինելու ու ինքը ինձ հարցը ես իրենց հարցեմ տա դուք հավատում եք ինքը ասում է չէ ասում է իսկ դու ասում չէ ես էլ չեմ հավատում հա ուսեց դա համար որ մենք միամիտ չենք եղել որ պրոստո ուղղակի մենք ուզեցել ենք հասկանանք միջոցներ տվյալներ է պետք եղել մեր համար դա համար այդ որ ասում ենք ինչու ենք պարտվել որովհետև 97 թվից այդ վախը նույն Ռոբիկ Կոչարյանից Սերժ Սարգսյանից ամեն անգամ որ իրաց միշտ ասել եմ ու ինչ կանել հարցերուզի ժամանակ սենց էլ միջոցներով կապերով եկեք գործարաններ ստեղծենք որ արտադրեն տանկային սնարյադներ, արտիլերիան, հրետանի ռակետներ, պամպուշ, նռնակներ, ավտոմատներ, պուլեմյոտներ, եկեք 20 տարի առաջ եմ սկսել ասել Միշտ գիտեք ինչ են ասել պատասխաները։ Մենք որ սկսենք անել, բա ինչու համար մեզ պետք է Ռուսաստանի հանգած պատերազմներն դրանք են մտնելու, մեզ էլ ամեն ինչ տալու են, կուղարկեն։ Հետո սկսել են ասել լավ, ասում Ռուսաստանից մի արեք, ուրիշ երկրներից էլ արեք, գիտեք ինչ են պատասխանել։ Բա Ռուսաստանը կնեղանա։ Այնա 20 թիվը եկավ,
Ռուսաստանը նղացավ, մենք ենք նղացել ենք, չէ՞, արդեն ասում եք այդ տղեկ ջան։ Դուք միշտ ասել եք Ռոբիկ, դու ես ասել, առաջինը Սերժի հետ միասին, Ռուսաստանը կնղանա։ Մենք էլ ենք նղացել արդեն։ Հաբդա հիմա գնացեք այն տեղերքին, որ Երևանուրում պարկած են։ Դե գնաք պատասխան կտակ իրանց։ Կգնաք իրանց պատասխան կտակ։ Այդ ինչից է եղել։ Վախից Ռուսաստանը կնղանա։ Ինչու միջև այսօր 90 թվականներից սկսած միջև այսօր մենք Պարսկաստանից գազ չենք ստանում։ Գիտեք ինչ ոմա, Ռուսաստանը կնղանա, Ռուսաստանը կջղայնանա։ Դե գնացեք միշտ թանգանոց գազը ստացեք Ռուսաստանից։ Ես ոչ թե Ռուսաստանի դեմ եմ։ Ընդհակառակ, ես ասում եմ, շատ մեծ պետությունն է, շատ կարևոր պետությունն է։ Աշխատելու մեխանիզմների մասին եք խոսում։ Ես ասում եմ, ցենց որ դուք ցենց սպահում եք, ավելի վատ ալնելու։ Նայեք, այդ գիտեք ոնց մանավանդ տեղի մասին են, տղամարդու մասին է դա վերաբերում։ Հայատուն որ մեծանում ես դու, եթե դու թույլ ես միշտ ցեցը սուտելու։ Եթե դա կուվերա 10 հոգի մարդ է հարձակում, պատասխան ես տալի, մյուս անգամ չեն մոտենում։ Եթե դու քեզ միշտ sense թույլ ես սպառում, թույլ։ Վախում ես, այս բան չեմ ուզում, բա ինչ անեմ, բա չես ուզում չեմ անելու, բա ուր գնամ, sense գնամ, դա չգնամ։ Իհարկե, եթե դու sense ես սպառում, բա չեն օգտվելու են, էլա օգտվեցել են։ Օգտվեց, դու ոչ մի բան 26 տարվա մեջ չես սարքել։ Ոչ մի սնարյադները չես արտադրում, մեծ կանակով, հիմա ինչ որ բաներ անում ենք, բայց բավարար չէ։ Ինչ որ մենք հիմա ռազմական գծով անում ենք, դա հեչ բավարար չէ, բայց դա ինչից է սկսում։ Վախից։ Ինչ որ մի հատ պետություն կա, կարող է նղանալու կամ մեզ նեղացնելու։ Նեղացնելու կամ բան ասելու ավելի լավ չան։ Ու նորից ասում եմ, Նիկոլ, Արարատ, նախ եւ առաջ ամուր պայեք դες։ Մի վախեցեք, ոչ մի բան չկա։ Ընդհակառակ, ես մանավանդ դաժե այն մարդկանց ես գիտեմ, որ Պուտինին ճանաչում է։ Ասում եմ, միասին ինքս ես մի հատ բնավորությունն է։ Ինքը շատ է սիրում ու հարգում է, ընդունում է այն երկի ղեկավարներ, որ իր այդ շատ բարձ ու բաց են խոսում։ Որ ասում է գալիս են, սենց սուսիկ-պուսիկներ նստած են, հետո գնում են սկսում են մեջքի հետևից աչ ու ձախ անել, չընդունում, ավելի կոշտ բաներ է սկսում անել։ Բայց եթե գալիս ես ասում, այս դուր չգալի, արի մտածենք, արի անենք, միգուցե ասելու համաձայն է, ինչ ես առաջարկում, սենց կարող է բացատրի, ասել, ախպեր, հիմա ես չեմ կարա, ինձ պահվածքը սենց է, արի պայմանավորվեք 2 տարից ժամանակ դու, արի ստորագրենք, ամիշա, բայց հիմա իմ դեմ մի դուրս արի, ես հիմա ուրիշ հնարավորություն խոսքունակ չունեմ, պատերազմ է գնում, էս է գնում, խոսացեք, բաց խոսացեք, բա ասում եմ Եվրամիություն չմտես, չեմ մտնում, չեմ բանակցում, դրա համար ես չեմ ասում գնանք ռուսներին պատերազմ հայտարարեք, ես ասում ճիշտ պահեք ձեզ, որպես քաղաքական գործիք, որպես պետականամետ, որպես մարդ, որ ատոր է զբաղվում պետական։ Հիմա Լավրովը գնալուց հետո ինչ է զեկուցելու Վլադիմիր Պուտինին։ Ինչպես Շուտով կիմանանք, հիմա ես չեմ կարող ասեմ, բայց շուտով կիմանանք, այդ հաստատ։ Հաստատ ասելիք կունենա եւ իշահմես թե Իմ կարծիքով ավելի շուտ Լավրովը չի գալիս, որ ինչ որ կարծիք իմանա։ Սենց բաներ որ լինում է, գալիս են բաներ են փոխանցում նախագահի կողմից։ Ինքը ոչ թե եկել ինչ որ բան հասկանա։ Այսինքն Փաշինյանին էր այդ փոխանցելու Վլադիմիր Պուտինի ինչ որ Այո, ինքը եկել բան փոխանցի ու գնա։ Ու հասկանա, դրանք հասկանում են, դա չեն հասկանում։ եւ ժամանակ է տալու թե մեզ հասկանալու համար։ Մեզ հասկանալու։ Ճիշտ կլինի, որ Նիկոլ Փաշինյան չհասկանա։ Ինչու՞։ Պետք չէ հասկանալ ինչ որ դրանք բերեն այստեղ։ Այդ նորից տարածքների մասին, կոմունիկացիան, չգիտեմ ինչ, էսյան, էնյան։ Նայեք, ես նորից ասում, լավ որ իրան ճիշտ չի պահել այստեղ։ Այդ բանը պիտի նշեմ։ Իմանալով մենք, նայեք, գիտեք ոնց է երևանական էլ է մեր համար։ Ախր մենք երեխա չեք ծնվել, մեր ազգը էլ է տենում, կարևոր չէ դրանք քաղաքական գործիչ են, փորձագետ են, տենում են։ Ապեր, պաստը մնում է պաստ։ 20 թվի դու մեր կողքը կաղանած չես եղել, 21 թվի էլ, 22 էլ, 23 էլ։
Ժողովրդի համար կուսակցությունները պետք չի ինչքան խոսած, ասես, բացատրես, սկսես մեր վրա։ Մարդիկ կան Հայաստանում, դուք, ես, Տիկին Գայանե, ուրիշներ, փորձագետներ, քաղաքական գործիչներ։ Մենք ժողովրդին կբացատրենք, չէ, սենց չի, տենց է։ Սկզբից մեր վրա հարձակվել են, դրանք ելեկել են խորհուրդներ տալ։ Բացի դրանից էլ ասում են սահմանը չգիտենք որտեղ։ Այսքան բավարար է։ Ռուսաստանը, այսինքն դա ինչ է նշանակում։ Ռուսաստանը նախարար, որ եկավ, մեզ հետ չի հարգում։ Որ հարգացել է մեզ։ Ինքը լրիվ ուրիշ տոնով կխոսա ու չփորձի Հայաստանը վրա այնպես մեղքերը գցի։ Ինչպես դուք եք ասում, պետք է իրադարձություններին հետևենք, տեսնենք հետադարձ ճանապարհից հետո, այսինքն Մոսկվայում իր զարգացումներ տեղի կունենան, որտեղ այցից հետո ամեն դեպքում կլինեն։ Լավրովը ցույց տվեց ես։ Ինքը երաբլուր չի գնացել, Ստառնագավերտ էլ չի գնացել։ Հասկանում, այս վերջի իրան քայլը, ստեղ էր պետք է ինչ-որ բան վերլուծենք, մտածենք, խոսանք այդյա։ Всё, էսի բանն է, ճանապարհն է, որ ցույց տվեց։ Ում այդ Լավրովը, ու մենք իրանց համար ինչ ենք նշանակում։ Իրանց համար մենք էս ենք նշում, ոչ մի բան։ Հայաստանը ոնց որ եղել է իրանց համար պետք որպես ճանապարհ, սենց էլ մնում է, ուրիշ բան չի փոխվել ու չի փոխվելու։ Պարոն Պողոսյան, հետևենք զարգացումներին։ Դրանք շատ արագ են ընթանում, այնպես որ հարկ կլինի նորից հետևելը շատ ինչ որ ամեն րոպե են իրադարձությունները տեղի ունենում, թե Հայաստանի ներսում, թե սահմանների եւ թե երկրից դուրս։ Այնպես որ մենք առիթ կունենանք նորից։ Բացի առաջարկում եմ 24 ժամ live մտնի ոնց որ CNN, BBC-անը, որովհետեւ դրանք հասկանում են, որ չեն հասցնում։ Որտեւ իրոք չենք հասցնում։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։